Մարտաֆիլմ հիշեցնող այս կադրերը Երևանի քաղաքապետարանի հերթական նիստից են։ Արդեն ավանդույթի համաձայն ավականու անդամները միմյանց վրա ջուր են լցրել, ապա գործի դրել բռունցքները։ Նիստերի դահլիճից հետո անցել են միջանցքներ ու միմյանց գետնին տապալելով ծեծել։ Ամեն բան սկսվեց, երբ ԿՊԱ-ական ավականու անդամները սկսեցին վիրավորել ընդդիմադիրներին, ապա հորդորեցին լռել, շեշտելով, թե նրանց առաջնորդ Անդրանիկ Թևանյանը պետական դավաճանության համար է մեղադրվում։ Նամնակ անկեղծ, եթե ես ձեր տեղը լինեի, խելոք կլռեի, ձեր ցուցակի երկրորդ համարը մեղադրվում է պետական դավաճանության մեջ։ Մի րոպե խոսում եմ։ Սա դուր չեկավ ընդդիմությանն ու սկսվեց փոխադարձ մեղադրանքների ու վիրավորանքների ալիք, որին հաջորդեց թռչող շիշը։ Իմ շիշ շպրտելը, ինչպես դուք եք ասում, չի ուղված եղել կամ միտված եղել ինչ-որ մեկը, հանդարտության կոչ ա եղել, կարելի ասել ու սեղանին է շիշը դիպչել, այսինքն ինչ-որ անձի չի դիպչել շիշը։ Ցնում եք շիշը։ Եթե ասեցի արդեն, եթե մարդիկ կռիվ են հրահրում, շիշը սեղանից ցայտում այն պահին, երբ որ պետք է հանդարտվի։ Հետո կադրերում երևում են, ինչպես են մի խումբ տղամարդիկ հարձակվում ու հարվածում միմյանց, բայց հասկանալի չէր, ով ում է հարվածում։ Բայց նույն կադրում երևում է, թե ինչպես են դիմադիր Աննա Ավետիսյանը տեսանկարում տեղի ունեցածը, որն էլ բարկացնում է Հանրապետություն կուսակցության ավականու անդամ Անի Խաչատրյանին։ Հետո այս խառը ծեծկրտուքը շարունակվում է նաև միջանցքում, հատակին են հայտնվում ավականու անդամներ, քաշքշում ու պատռում են միմյանց հագուստը։ Իրավիճակը հանդարտեցնելու համար քաղաքապետարան են բերվում ոստիկանական հավելյալ ուժեր։ Մյուս փոխքաղաքապետը Սուրեն Գրիգորյանն էլ պնդում է, թե իրենք ուղղակի սուր ելույթներ են ունեցել, որին պետք էր պատասխանել նույն կերպ։ Ըստ նրա, կռիվ հրահրող ընդդիմություններ։ Պարոն Խաչատրյանինը սուրեր, իմն էլ էր սուր, բայց նրան պետք է սուր ելույթով պատահի։ Մարդու անմեղության կանխավարկածը չհարգել եւ որևէ գնահատական տալը նորմալ է։ Պետք է ասեք, որ իշխանությանը վարչական ռեսուրսի չարաշահում են վերագրում։ Այդ որն է դատական ակտով, որ իշխանությանը վերագրվող իրավախախտումն է դատական ակտով հաստատված։ Հələ մեկի անունը ասեք։ Այդ ո՞նց է այդ երկակի ստանդարտ։ Այսինքն, երբ որ իշխանությանը քննադատելուց ալնում, այդտեղ անմեղության կանխավարկած չկա, դատարանի օրինական ուժի մեջ մտնելու վճռի պահանջ չկա, հենց ընդդիմության մասին ենք սկսում խոսալ, նոր այդ ժամանակ դառնում է վայ անմեղության կանխավարկած։ Մայր Հայաստան խմբակցության ավականու անդամ Սարգիս Տեր-Եսայանի դեմքի կապտուկները սակայն այլ բանի մասին են խոսում։ Ինքը Եսայանը եւս պնդում է, որ ԿՊ-ն է սադրել ու հարձակվել ընդդիմության վրա։ Կանգնում են եթերով ասում են պետական դավաճանը իրանք են։ Նրանք էլ ստացան պատասխան։ 100 հոգով բորենիների նման հարձակվում են, մեր վրա խփում են։ Առաջինը իրենք հարձակվեցին եւ Այո, սադրեցին, հարձակվեցին, խփեցին։ Այդ է իրանց տեսակը 200 հոգով հասնեն մեկի վրա։ Արդեն միջանցքում պաշտոնյաների ծեծ ու ջարդին միջամտել է Տիգրան Ավինյանն ու փորձել հանդարտեցնել իրավիճակը։ Իսկ իրավիճակի հանդարտվելուց հետո արդեն նիստերի դահլիճում Ավինյանը սպառնացել է քերթել ընդդիմության կաշին։ Սադամ Ակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։